Գազաֆիկացման հետ կապված եւ ճանապարհի հետ կապված հիմա սենց իրավիճակների ենք բախվում եւ ստե խնդրեմ կա իրականում։ Ասենք նախորդ օրը համայնքներից մեկում մի քաղաքացի ասում է, որ չգիտեմ, ենթադրենք 20 տարի իմ տունը ճանապարհ չունի, գազ չունի եւ այլն եւ այլն։ Բնականաբար հետաքրքրվում եմ, ինչի մարդու տունը գազ չունի կամ ինչով կարող ենք օգնել։ Հիմա հասկանում եք, պարզվում է այդ տունը հիմնական բնակավայրից, ասենք 5 կիլոմետր կտրված մենավոր տունը։ Հա իրոք չունի ճանապարհ, իրոք չունի գազ։ Հիմա համայնքի եւ կառավարության համար, այսինքն այդտեղ ենթադրենք կարող ենք հատկացնել 300 միլիոն ճանապարհի համար կամ չգիտեմ 100 միլիոն կամ 50 միլիոն ճանապարհի համար 30 միլիոն գազի համար բայց դա խնդրեմ է բա համայնքի են մյուս հատվածներում չլուծված խնդիրներ կա համայնք կարող ասի մի րոպե բայց այդ 100 միլիոնով ու 20 միլիոնով կարայիք ուրիշ խնդիր լուծեք այս բանի գլխավոր հատակագիծ եւ այլ որ այդքան ասում ենք սրա համար է կարևոր, բայց հարգելից լավ հասկացանք, բայց ժամանակին համայնքը հողը տվել է, օքեյ տվել է, լավ։ Շինթույլտվությունը տվել է, բայց հիմա, ասենք մենք ո՞նց լուծենք այդ հարցը։ Այսինքն պատկերացնում եք, չէ, բա մի տան հաշվով մենք տանենք 150 միլիոն դրամ ներդրում անենք, մնացած տները կասեն մեր տների հաշվով է 150 միլիոն դրամ ներդրում արեք։ Ավելի լավ է մենք բանը գերակա շահ ճանաչենք այդ տունը առնենք տանք մարդուն ասենք գնացեք միտեղ ուրիշ տեղ բնակարան ձեռք բերեք եւ այլն ավելի ժան կնստի մեր վրա 3 հատ բնակարան եւ ես հիմա այդ խնդիրը դնում եմ որովհետեւ համարյա բոլոր մարզպետների հետ կապված մարդիկ նամակ են գրում ես իրենց նամակ եմ գրում շատ դեպքերում էլ սկի ասում են լավ բան կանենք կկազմակերպենք քանի որ վարչապետին դիմելա կկազմակերպենք հետո գնում եմ տենում ասենք մի կիլոմետր այդ մի տան համար բան ենք կառուցել ասում եմ բայց սեն չի լինի ես առաջարկում եմ բոլոր տես դեպքերում կարող կոպիտ հնչի բայց մարդկանց մենք այդից պետք է էվակուացնենք պետք է գերակա շահ ճանաչենք փողը տանք 15% պլյուս շուկայական արժեքով ասենք հարգելիներս գնացեք ուրիշ տեղ տուն առեք որովհետև առավել եւս եթե այդտեղ գլխավոր հատակագծով պարզվում է որտեղ թաղամասի կառուցում, հա եթե գլխավոր հատակագծով գիտենք որտեղ բնակելի թաղամաս է կառուցվելու, հա, էլի արդարացված է հիմա մեկն է, գիտենք հետագայում եւս 300 տուն լինելու է, բայց եթե տունը մենավոր է լինելու կներեք, դա վատնում է միջոցների, որ մենք այդքան միջոցը ծախսենք, շատ հարգելի, հա մարդը վատ վիճակում է բայց ասում եմ բոլոր այս դեպքերում ես առաջարկում եմ ուղղակի որոշում կայացնենք այնտեղ որտեղ անտրամաբանական կտրվածություն կա ուղղակի մարդկանց այդ փողը տանք առնենք իրանց տանք գումար ասենք գնացեք ուրիշ տեղ տուն առեք բնակավայրի ներսում կամ գնացեք կառուցեք որտեղ այդ գազը եւ այլն կա կարող ենք պայմանավորվել որ այնտեղ որտեղ հնարավոր է ձեռք բերված բնակարաններ նայենք ուրիշ ինչ նպատակի կարանք օգտագործենք չենք կարող օգտագործել պետք է բան անել ոչ մի բան չանել այսինքն պետք է դեմոնտաժ անել ինչի որովհետև հաջորդիվ կարա այդ տանը հայտնվի ուրիշ ընտանիք որը էլի նույն խնդիր առաջ քաշի որը մեզ համար էլի խնդիր է այն ավելի լավ է պարոն Գրիգորյանի ասած այն 2-3 տան գումարը ծախսենք, որ կոնկրետ խնդիր լուծենք, քան սենց լինի։ Ես ցավում եմ շատ, բայց ես հասկանում եմ, որ նաև դե մարդը նամակա գրել, ես էլ ասում եմ, տեսեք, պաշտոնյաներ կան, որ ասում են սենց խնդիրն է, պաշտոնյաներ կան, որ ասում են լավ դե գնանք ինչ որ լուծում, նո իհարկե պարզա 5 կիլոմետր բան խողովակ չեն կառուցում, բայց տեղեր կա, որ էլի դենենք չի որ 5 կիլոմետր է, բայց էլի ծախսը անտրամաբանական է։ Ավելի լավ է ծախսով այդ մարդու համար նոր տուն առնենք, տանք, քան թե մենք այդքան ծախս անենք, գնանք տենց խնդիրներ լուծենք։ Եվ այս առումով է, մարդիկ պետքա այս ասում են հա լավ ինչ կա, ինչ ընկել եք բան գիտահետազոտական, միտահետազոտ, գլխավոր հատակագիծ, տեխնիկական առաջադրանք, ինչ եք ընկել հետևներիցս, թողեք ապրենք, թողեք
տուն ենք սարքում վատ է, բայց ժողովուրդ ջան շատ լավ, տուն եք սարքում, բա մեզնից ինչ եք ուզում։ Է սարքել եք, լավ է, բա մեզնից ինչ եք ուզում։ Մի հատ էլ հետո պետք է ասեք 3-1 այսօր 2-3 ասֆալտներին նստած էիք, հեղափոխություն էիք անում, այսօր մեր հարցը չեք ուզում լուծեք։ Տենց չի։ Ի վերջո պետք է մի քիչ պետական տրամաբանության մեջ մտնել։